Ուրեմն 25-օրյա հավաքների մասին։ Նախ սա ես համարում եմ կարևոր ինստիտուտ, բայց սա նաև ես պիտի կապեմ տարածքային պաշտպանության զորքերի ձևավորման հետ։ Հիմա մենք ունենք տարածքային պաշտպանության եւ տեղական ինքնապաշտպանության համակարգ, տեղական պաշտպանության ներողություն համակարգ, որը ենթադրում է նախկին այսպես կոչված աշխարհազորի փոփոխված տարբերակն է, տեղական պաշտպանության համակարգը, սրանք դարձել են մի կուր համակարգ, որը ենթադրում է, որ մենք խաղաղ ժամանակաշրջանում ունենք ձևավորված բրիգադային օղակներ, որտեղ կա կայուն սպայական կազմ, մինչև վաշտ օղակ։ Եվ երբ 25-օրյա հավաքի մասնակիցը գալիս է վարժական հավաքի, ինքը արդեն իսկ ունի կայուն գումարտակ եւ կայուն բրիգադ, որի խնդրի շրջանակներում նա նախ սկզբնական շրջանում վերհիշում է կարճ ժամկետում, 10-օրյա ժամկետում վերհիշում է իր նախկինում ունեցած հմտությունները, այնուհետև անցնում է հիմնականում 14-օրյա սահմանային ծառայություն եւ որով նաեւ հստակեցնում է այն ուղղությունը, որտեղ պոտենցիալ երկրի առաջ ծառացած մարտահրավերների ժամանակ կարող է ինքը համալրել որպես պահեստազորային։ Սա կարևոր է այն համատեքստում, որ մենք ունեցել ենք խնդիրներ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մարդկանց այդ հոսքը ճիշտ չի կառավարվել, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում նաև քանի որ սպայակազմը նույնպես համալրվել է պահեստազորից։ Մենք հիմա ունենք կայուն համակարգ, որտեղ բերումներ դնում ենք մեր 25-օրյա հավաքի մասնակիցներին, եւ ինչու 25 օր, որովհետեւ 25 օրը ավելի տանելի է աշխատող, կյանքից կտրվող մարդու համար, քան 3 ամիսը, որովհետեւ 3 ամիսը էապես նրանց գործունեությունը որոշակի խաթարում էր, անկեղծ լինենք։ Հիմա այդ հարցը ըստ էության փակվել է։ Ինչ վերաբերում է համազգեստին,